ֆորումը շատ ոլորտում նշանակալից իրադարձություն է եւ տարեց տարի ավելի լայն ֆորմատ է ընդգրկում, ավելի լայն շրջանակ է ընդգրկում ոլորտի մասնագետների, ընկերությունների, պետական ներկայացվածություն, հասարակական կազմակերպություններ եւ լավ հարթակ է դարձել ոլորտին առնչվող հուզող հարցերը բարձրացնելու, ձեռքբերումները ամրագրելու, նաեւ խնդիրները հասկանալու եւ փորձել լուծման տարբերակները գտնելու։ Ես շնորհակալ եմ իհարկե կազմակերպիչներին եւ հովանավորներին, որ կազմակերպել են եւ մեզ բոլորիս տվել են նման հնարավորություն ավելի անմիջական, ավելի առարկայական եւ շփվելու եւ փորձելու հասկանալ, թե ոլորտը ուր է գնում եւ երկարաժամկետ համագործակցության ուղիներ փնտրելու միմյանց հետ։ Ասեք հանքավայրի շահագործման քանի թույլտվություն է տվել նախարարությունը այս տարի, ինչ ժամանակով է շահագործումը տվել։ Այս տարի մետաղական հանքավայրերի թույլտվություններ չեն եղել, բայց մեր մոտ մենք ֆորումում էլ ելույթի ժամանակ նաև նշեցի, որ երկրաբանական ուսումնասիրությունների նոր հետազոտությունների կարիք ունենք, դրանց այդ ուղղությամբ մենք մեծ աշխատանք ենք իրականացնում, իհարկե ոլորտի մասնակիցների աջակցությամբ եւ այնպիսի նախաձեռներ ենք ստեղծում, որ միջազգային օտարերկրյա կազմակերպությունները ոլորտում հարուստ փորձ ունեցող կազմակերպությունները ներդրումներ իրականացնեն Հայաստանում, հաշվի առնելով նաեւ համաշխարհային շուկայում մեր ընդհանրապես մետաղների, այդ թվում նաև կրիտիկական մետաղների պահանջարկի կտրուկ աճը, հետաքրքրվածությունը շատ մեծ է։ Օտարերկրյա կազմակերպությունների, օտարերկրյա երկրների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում եւ փորձում ենք բերել Հայաստան այնպիսի ընկերությունների, որոնք կբերեն իրենց հետ միջազգային լավագույն փորձը եւ Հայաստանի համար կլինեն արդյունավետ ներդրումներ, կստեղծեն նոր աշխատատեղեր եւ պահպանելով բոլոր բնապահպանական նորմերը, սոցիալական նորմերը եւ բոլորի համար կստեղծեն ավելացված արժեք։ Քննարկվում է հանքարդյունաբերության տեղը, քանի որ որոշակի ուղեկցող ռիսկեր կարող են լինել, այդ ռիսկերը արձանագրությունն են, թե ոչ։ Այո, իհարկե, հենց այդ էի ասում, որ մենք ներկայումս գնահատում ենք, թե ընդհանուր ինչ պաշարներ ունենք, այդ վերլուծությունն է կատարվում, հասկանալու համար, թե մենք առաջիկա տարիների երբ որ մենք հասկանանք, թե ինչ ունենք, ինչ կարողություններ ունենք, կարողանանք նաև ապագա տարիների մեր քաղաքականությունը հարմարեցնենք դրա հետ, համաշխարհային պահանջարկի շուկային համապատասխան, նաև իհարկե ինքը շատ ուղղակի էֆեկտ է ունենում տարածքային զարգացման վրա հանքերը եւ բնականաբար կարեւոր նշանակություն ունի այդ տեսանկյունից եւ այդ շատ ենք կարեւորում այդ մասով կատարվող աշխատանքը։ Ասացիք հետախուզական այդ աշխատանքում մենք գործառում ենք նախարարությունը կմանրամասնենք ինչի մասին Որ վայրերում նոր տարածքներ կան։ Շատ լավ, մենք ռազմավարությամբ ունենք դրույթ, որով նախատեսում ենք ստեղծել երկրաբանական ծառայություն, որը պատրաստի կլինի արդեն 27 թվականին։ Այդ մասով գործուն քայլեր ենք անում, համագործակցում ենք այլ երկրների այդ ծառայությունների, երկրաբանական ծառայությունների հետ, ԱՄՆ-ի հետ, ԵՄ-ի հետ համագործակցություն ունենք եւ փորձում ենք այդ մոդելը երկրաբանական ծառայության մեր մոդել ունենանք լավագույն փորձով։ Այո, USGS-ի հետ նաեւ եւ փորձում ենք այդ մոդելը բերել Հայաստան, մեր մոտ ունենալ եւ հենց այդ ուսումնասիրությունների համատեքստում պետությունը ինքը լինելու է պատվիրատու լայնածավալ ռեգիոնալ ուսումնասիրությունների համար, դա հնարավորություն կտա նոր հանքավայրերի հետ բերել եւ այդ նոր հանքավայրերը հնարավոր կլինի արդեն առաջարկել նաեւ օտարերկրյա ներդրողներին, որոնք կունենան կանխատեսելիություն, կունենան ներդրումների պաշտպանվածություն, հասկանալով թե որտեղ են ներդրում եւ ինչ կարող են ակնկալել այդ ներդրումներից։ Այո, պետությունը ֆինանսավորել է նաեւ ռեգիոնալ ուսումնասիրություններ, լինելու է պատվիրատու եւ նոր պաշարների հայտնաբերման հնարավորություն է ստեղծվելու մեր հետագայում մեր շատ խոսացվեց պանելների ժամանակ բոլորը այդ են ասում որ մենք պետք է ունենանք վերարտադրություն հանքարդյունաբերությունում որովհետեւ տարիներ հետո այս գործող հանքերը չեն լինի բայց մեր սերունդների համար պետք է ապահովենք հանքահունքային հենք որը հնարավորություն կտա վերարտադրել մեր հանքարդյունաբերությունը նաեւ մեր սերունդների համար առաջիկա երկարաժամկետ կտրվածքով ոլորտի ամենակարևոր խնդիրն է այս հետաքրքրությունները բայց կա նաև այսօր խոսվեց այդ մասին, որ վարչապետը եւ նորմալ էկոնոմիկայի որ երկարացվի հնարավորինս շղթան, արտադրական դուք երևի ամենալավատերև մարդիկ հանքային ոլորտի արդյոք այս ոլորտը պատրաստ է երկարացնելու շղթան, արտադրական շղթան
եւ ինչ եք պատկերացնում, եթե հնարավոր է, ինչ հաջորդ ինչ արտադրվելու դրանից, տանյութից հետո ինչ եւ էկոլոգիական տեսակետից եւ տնտեսական տեսակետից։ Այո, այդ հետագա արտադրությունը տնտեսապես շատ շահավետ է եւ լուրջ վերլուծության կարիք ունի, թե ինչ արժեք կստեղծի։ Մենք ռազմավարությամբ ունենք, որ պետք է ստեղծվի պղնձաձուլարան, այդ մասով գործուն քայլեր կան եւ ուղղակի դեռևս որ ասեմ արդյունք կա, որ կարող ենք ասել, որ մեր պղնձաձուլարանը հիմա կառուցվում է, ոչ, դա չկա, բայց կա համագործակցություն եւ այլ երկրների ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնում Հայաստանում կառուցել պղնձաձուլարան, բայց դա դեռևս այսպես ասած շատ առարկայական չէ, որ կարողանանք ասել, որ մենք կունենանք, բայց բնականաբար մենք խթանում ենք այդ process-ը, դա լուրջ տնտեսագիտական հաշվարկ է ենթադրում մեր ունեցած պաշարները գնահատելու եւ կարծում մենք պղնձաձուլարան կունենանք նաեւ մեր պաշարների ծավալները մեծացնելու արդյունքում, որպեսզի կարողանանք այդ հումքը ապահովել։ Այս ծավալների դեպքում դեռևս այսպես ասած ռենտաբիլ։ Այո, չեմ ասի, որովհետեւ իրենք հետաքրքրվածություն ամեն դեպքում ունեն, բայց մենք մի քիչ քննարկում ենք այդ հարցը, իրականում։ Քննարկում, որ երկրներն են պատրաստ Հայաստանում ներդրումներ անել։ Պղնձաձուլարանների մասով, հենց կոնկրետ այդ մասով Չինաստանն է շատ հետաքրքրված, պարսկական ընկերություն կա, որ շատ հետաքրքրված է ու ընթացիկ ես ասացի, որ շուկայի աճին զուգահեռ հետաքրքրվածությունը գնալով ավելի մեծանում է, կարծում նոր դերակատարներ իհայտ կգան այս գործընթացում։ Տեսեք 10 տարուց ավել այս ծուլարանի մասին խոսում է, եթե ոչ ավել, հա, բայց սայլակը դեռ ունի։ Իրատեսական է համարում։ Մենք ուղղակի խոսում ենք, որ դա մեզ պետք է։ Չէ, մենք հավատում ենք, որ կգա մի օր, որ կունենանք այդ արտադրությունը, դրա համար մենք մեզանից փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ ծուլարանը ստեղծվի, իհարկե բոլոր նորմերը բնապահպանական նորմերը պահպանելով բնականաբար։ Ոլորտում ներդրումների ներգրավման համար ինչ խոչընդոտներ եք տեսնում եւ լուծման ճանապարհները որոնք են դրսից այդ խոչընդոտները։ Խոչընդոտները կարող եմ մի քանիսը թվարկել, որոնք կա, այսպես ասած, խոչընդոտ են, հիմնականում դա տեղեկատվության պակասն է օտարերկրյա ներդրողների համար, որտեղ իրանք հասանելիություն չունեն մեր ֆոնդային նյութերին, այսինքն ես նշեցի, որ դրանք հիմնականում ԽՍՀՄ ժամանակվանից նույնիսկ կուտակված նյութեր են, որոնք ռուսերենով պահպանվող նյութեր են, այսինքն հաստ գրքեր են սովետական միության տարիներից, որոնք օտարերկրյա ներդրողին հասանելի չեն։ Մեկը տեղեկատվության պակասն է, որը մենք հիմա լուծում ենք թվայնացման գործընթացով, որը նաև օտար լեզվով իրենց հնարավորություն կտանք հասանելիություն ունենալ այդ ողջ ինֆորմացիային եւ պիտանի ինֆորմացիային, այսինքն վերլուծած, համապարփակ վերլուծած ինֆորմացիային եւ կարող ենք դրանով կանանք առաջ շարժենք։ Ոչ մետաղական օգտականացումների շփված այդ օրինագիծ։ Հակնեք ներդրումները որպես խոչընդոտ կներեք, էլի մի ավելացնեմ, նաև դա պաշարների հաշվարկման սխեման է, այո։ Կազայից 7 անցումը երբ է նախատեսվում ավարտել, որովհետև եթե ճիշտ եմ հիշում ներգրաված է խորհրդատում, որը կացեմ Ավստրալիայից, որովհետև դες պետք է օգնել այդ աշխատանքում, մանավանդ որ համակարգն ավստրալիական է։ Երբ է նախատեսվում այդ աշխատանքը ավարտել եւ ներդնել գերությունների համար արդեն որպես օֆիցիալ պաշարների գնահատման համակարգ։ Իսկ դուք խնդրում եմ սկսեք որպես խոչընդոտ էլի։ Որպես խոչընդոտ իհարկե օգտակար հանածոների հաշվետվականության համակարգն է, որը մեր մոտ դեռևս ԽՍՀՄ ժամանակների հաշվետվականության համակարգն է, որը միջազգային ընկերությունների, միջազգային ներդրողի համար հասկանալի լեզվով չէ։ Եվ դրա համար մենք նախաձեռնել ենք նաև միջազգային կոմիտեի անդամակցություն, ստանդարտի կոմիտեի, CRISCO-ի անդամակցություն, իհարկե հաշվի առնելով նաև մեր ազգային առանձնահատկությունները այդ անդամակցությունը պետք է լինի։ CRISCO-ի հետ խորհրդատու այս բան չունենք, բայց CRISCO-ի հետ անմիջապես բանակցություններ են ընթանում, կարծում եմ առաջիկա եկող տարվա ընթացքում դրական արդյունքներ կունենանք այդ մասով։ Մեր միության ասոցիացիայի հետ էլ այդ մասով համատեղ աշխատում ենք, հանքարդյունաբերողների եւ մետալուրգների ասոցիացիայի հետ, իրենք էլ իրենց կարողությունների ուժով աջակցում են այս գործընթացին։ Ունենք ճանապարհային քարտեզ,
որով շարժվում ենք առաջ եւ հույսով եմ, որ մյուս տարվա ընթացքում լավ նորություններ։ Թե արդեն կպատրաստվի Մեր ազգային ստանդարտը կարծում եմ, որ ազգային ստանդարտը մյուս տարվա վերջ կունենանք, որը արդեն ոչ մետաղական օգտակար անձանցիների կապված ընդունվեց օրինագիծը վերջերս, այդ ավազի հանքերին ներս համանագոտում վերահսկողության հիմա փաստացի արդեն կիրարկվում է այդ վերահսկողությունը, թե դեռ ոչ արդեն պարտավոր են տնտեսվարողները այդ GPS մոդուլները տեղադրել իրենց շարժակազմի վրա, ոչ նախարարությունը, այլ վերահսկող մարմինները վերահսկողություն կատարի։ Դերևս առաջին ընթերցմամբ է ընդունվել օրենքների փաթեթը, այո, երկրորդ ընթերցումից ընդունվելուց հետո կառավարությունը կմշակի կարգ, որը GPS համակարգը ինչպես պետք է կառավարվեն եւ ինչպես պետք է վերահսկողությունը իրականացվի, դրանից հետո մենք բնականաբար արդեն կանցնենք այդ մոդելին վերահսկողության։ Երկրորդ ընթերցումից ընդունվելուց հետո կառավարությունը կարգով միջև, եթե չեմ սխալվում, օգոստոս ամիսն է նախատեսված, բայց կարծում ավելի շուտ կկարողանանք։ Եթե կարելի է այդ ճանապարհների հետ կապված, քանի որ երկու ոլորտներ առանցվում են նախարարությանը, այդ բեռնված մեքենաների շարժը քննարկումներ կային վերահսկելու տարբեր մեթոդներով, էլեկտրոնային կշեռքները նաև ավելացնելու մասին խոսակցություններ գնում, այս հարցը լուծման ինչպիսի փուլում է հիմա։ Դա կարծեմ, եթե չեմ սխալվում, այդ մասով ներկայումս ուսումնասիրություն է իրականացվում մեր տրանսպորտի բլոկի կողմից միջազգային կառույցների աջակցությամբ եւ այդ վերլուծությունը իրականացվում է ամբողջ հանրապետությունը ծածկելու համար եւ վերջին արդյունքներ ունենալուց հետո այդ կշեռքները կանդրադառնան, կշեռքները կդրվեն արդեն։ Երբ է նախատեսվում